Ինչպես մեծ պահքի ընթացքում, այնպես էլ Տիրոջ Սուրբ Հարությանը հաջորդող կիրակիները իրենց խորհուրդն ունեն։ Երրորդ կիրակին կոչվում է աշխարհամատրան կամ կանաչ կիրակի։ Այն խորհրդանշում է քրիստոնեական եկեղեցու հաստատման մեծ խորհուրդը։ Երբ Քրիստոսի հարության լույսը տարածվում է աշխարհով մեկ, Քրիստոսի աշակերտները դառնում են այդ լույսի կրողը, տարածելով աստվածային խոսքը։ Նրանց շնորհիվ ամենուրեք հաստատվում են առաջին եկեղեցիները։ Հավատն է դառնում կենդանի եկեղեցու վեմքարը։ Հավատի հենքի վրա ստեղծված այդ կառույցների գլուխը այն ժամանակ եւ հիմա հենց Քրիստոս է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում աշխարհամատրան կիրակի օրը պատարագ մատուցեց Հուսիկ Աբեղա Սմբատյանը։ Աշխարհամատուր նշանակում է աշխարհի բոլոր քրիստոնյաների մատուր։ Առաջինը եկեղեցիների մեջ Երուսաղեմի տաճարն է, կառուցված Քրիստոսի արյամբ սրբված Գողգոթայի վրա, Վերնատան հիշատակին, որտեղ Քրիստոս հաստատեց հաղորդության խորհուրդը։ Հարությունից հետո այստեղ էին հավաքվում առաքյալները, հանդիպելու նոր հավատացյալների հետ, աղոթելու եւ հաղորդություն տալու։ Ըստ էության աշխարհամատուռը քրիստոնեության առաջին եկեղեցին է եւ քրիստոնյա բոլոր եկեղեցիների նախատիպը։ Առաջիններից է նաև Սուրբ Էջմիածնի մայր տաճարը, որը կառուցվել է սրբազան տեսիլքով իբրև առաքելական եկեղեցու կենտրոն։ Ժողովուրդը աշխարհամատրան կիրակին կանաչ կիրակի է անվանել, քանի որ գարնանային զարթոնքի այդ շրջանում բնությունն է ծաղկում եւ կանաչում, ինչպես մարդկությունը Քրիստոսի բերած հույսով եւ լույսով։ Հերմինե Հակոբյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։